Մարտիրոս Բիձու ուզածը հայտնի բան ա, որ տարիքի բեռը ծանր ա գալիս մարդ արարածի վրա, ամեն մարդ չի կարենում դիմանա էդ բեռին, Մարտիրոս Բիձեն, որ 86 տարեկան դառավ, գլխացավից էր գանգատվում, ասում էր ականջներս դժում են, ոտներս թուլացել են, դողում են, բան չկա պապի ասում էին, ծերությունից ա, հրես կերածս չեմ կարում ծամեմ, աչքերս էլ շաղվում են, բան էլա չեմ տեսնում, էդ էլ ասին ծերությունիցն ա, Մարտիրոս Բիձեն նեղացավ, բան չի հրոխբորոս տղա Հաբեթը, որ ինձանից մի քանի տարով մեծ ա, ասում ա, որ իրա ամեն բանը կարգին ա, Մարտիրոս Բիձածի ծաղեցին հարևանները, Հաբեթը ասում ա, դե դու էլ ասա էլի, որ լավ լինի, Մարտիրոս Բիձեն դառնացած գլուխը տարուբերեց, ձեզ համար ինչ կա որ ասեց, ձերն ա, որ սեպներդ բաց անեք, մարդի վրա ծիծաղեք, դուք գիտեիք ասեց, որ հեռ լսողած, ինչ չեմ կարում պահեմ, գիշերներս տակս թռչում եմ, այ տղա Մարտիրոս ձեն տվեց նրա մանկության ընկերներից մեկը, օրորոցը միտդ ա ընկել, էս խոսքի վրա ջահելները ծիծաղեցին, ամա մի ուրիշ տարիքով մարդ, չէ, տարիքովը խելոք կլինի, ձեներդ կտրեք ասեց, Մարտիրոս հեչ դարդ մի անի ասեց, հրեն Քոթակլի գեղոմը մի հայտնի գիրանող կա, քանի մարդ ա սաղացրե, բերեք էստեղ թո գա գիր անի, կանչեցին էդ գրբացին, եկավ գիր արեց, ամա արի տես, որ գիրը շատ զոռ էր արել, խեղճ Մարտիրոսի վիճակն ավելի վատացավ, բանը հասավ տերտերին, Մարտիրոս ասեց, օրհնյալ, ժամ ու պատարագ, աղոթք ու Աստծու անուն մտահան ես արել, վեր կաց արի ժամը, մատաղ արա, խունկ ու մոմ վառի, գիշեր ցերեկ աղոթի Աստծուն, որ ցավերից ու տանջանքներից ազատվես, ու Մարտիրոս Բիձեն սկսեց աղոթել, օր ու գիշեր էն էր խնդրում Աստծուց, որ հոգին առնի, ազատվի ցավերից, Մարտիրոս Բիձու աղոթքը հասավ երկինք, Աստված տեղն ու տեղը Գաբրիել հրեշտակին ուղարկեց ներքև, Մարտիրոս Բիձեն աչքը բաց ա անում, Գաբրիել հրեշտակը հրեն գլխավերևում կանգնած, Մարտիրոս Բիձը ասում ա, Աստված լսել ա քո աղոթքը, հրես ուղարկել ա ինձ, որ հոգիդ առնեմ, Գաբրիել հրեշտակ կմկմում ա Մարտիրոս Բիձեն, ես հո չասի, որ հենց էս Սահաթին ուղարկի հոգիս առնելու, էդ ինչի ա էդքան վռազել Աստված, խոսքեր ասեցի էլի, ամեն ասացի, որ ուժ տնես, էդ ուր կհասնի, ես փորձել եմ Աստծուն, մեռնեմ նրա զորությանը, ես գիտեմ, որ նա իմ խնդիրը կատարողը չի, 1000 անգամ ժամ եմ գնացել, մոմ եմ վառել, խունկ եմ ծխել, արտասուք թափել, աղաչել, պաղատել, մի հետ էլա ուզածս չի կատարել, հենց հիմի ա վռազ ուղարկել, որ հոգիս առնես, Մարտիրոս Բիձը ասում ա Գաբրիել հրեշտակը, վեր նային Աստվածը գիտի իր անելիքը, հիմի քանի կոպեկ արժի քու էդ խոսքերը, վայ, մեռնեմ ես նրա զորությանը, երեսը խաչ ա անում Մարտիրոս Բիձեն, ամա դե ասում էի թոռներիս մեծանալը տեսա, ծոռներիս մեծանալն էլ տեսնեի, նոր գայր հոգիս առնեիր, քանի տարի ես ուզում էլի ապրես, հարցնում ա Գաբրիել հրեշտակը, Մարտիրոս Բիձեն սուս ա արել, ձեն չի հանում, բավական ա քեզ մի 20-30 տարի հարցնում ա Գաբրիել հրեշտակը, Մարտիրոս Բիձեն էլի սուս ա կացել, դե ասա ինչքան ես ուզում, Մարտիրոս Բիձեն ասես պապանձվել, լիզուն կուլ էր տվել, Գաբրիել հրեշտակը, որ տեսնում ա ալեւորին, էդպես խեղճացած, նեղն ընկած, սիրտը ճմլվում ա, արտասուք ա գալիս աչքերիցը, Մարտիրոս Բիձը ասում ա, մենք էլ ժամանակին մարդ ենք եղել մեզ համար, մարդահաշիվ էինք, մինչև որ Աստված մեռնեմ նրա զորությանը, իրա վերնային հրամանով ինձ կարգեց հոգի գլխավոր նաչալնիկը, համի խիղճս միտս ա եկել, ես քեզ կօգնեմ, տեսնում ես դռանը կանգնած են ուխտը, վեր կաց տեղիցդ, բութ մատը դիր ուխտի մարմնի որտեղին կուզես, ինչքան մատիդ տակին մազ լինի, հաշվենք էնքան տարել կապրես, Մարտիրոս Բիձեն վեր ա թռչում տեղիցը,
Սաղ իր ջանով, փորով, պորտով կպչում ուխտի մարմնին ու պոկ չի գալիս։ Գաբրիել հրեշտակը մնում ա շվարած, չի մնում ինչ անի։ Գալիս ա տեսածը պատմում Աստծուն։ Տեր Աստված ասում ա. «Վերնային արդար ու իմաստուն դատավորը դու ես», ասում ա։ Հիմի ո՞նց կհրամայես։ Ես նրան խոսք եմ տվել, որ մազի համբարքի չափ տարի էլի ապրի։ Գլուխդ մեծ քարովն ես տվել, որ էդ տեսակ խոսք ես տվել։ Դու քանի գլխանի ես, որ ուզում ես ինձնից ավել իրավունք բանեցնես։ Էս րոպեին գնա, էդ Մարտիրոսի հոգին առ բեր տուր իմ ձեռը։ Ես դրա դատաստանը կանեմ։ Մեղավորը ես եմ։ Շատ երես տվի մարդ արարածին, ասի ինձ նման ստեղծեմ, որ բալի լավը լինի, ամա տեսնում եմ քիչ էլ որ մնա անմահություն կպահանջի ինձանից։ Աստված էս խոսքը վերևում ասում ա թե չէ, Մարտիրոս բիձե ներքևում իր մնացած արևը ձեզ ա բաշխում, հոգին փչում։ Պապս հեքիաթը որ թարմացրեց, մեր տան պուճուր հարսը ասեց. Աստված տեղին ա չարացել, Մարտիրոս բիձու ապրածը իրան բոլ ու բոլ էր, էլ ինչիր ուզում ավել ապրի։ Ջահել ես հարսի ջան, ասաց պապս։ Կյանքը որ կա, ամենաքաղցր բանն ա աշխարհքի երեսին, նրանից կշտանալ չկա։ Ինչքան էլ մարդ բեզար է կյանքից, ինչքան էլ ձեն տա, կանչի մահին խոսքով կասի, ամա տեղն ընկած վախտը մեռնել չի ուզում։ Բա ձեզ չեմ պատմել, մի ալեվոր անտառումը ցախ հավաքելիս, շատ բեզարած վախտը նստում ա ծառի քոքին։ Տեր Աստված ասում ա. «Էս ինչ շան կյանք ա, որ ես քաշում եմ։ Էն էլ լավ կլինի մահը միանգամից ինձ տանի»։ Էս խոսքը դեռ թամամ ասած չասած, մահը գալիս ա ու ալեվորի գլխավերևը կանգնում։ Կանչել էիր, ասում ա. հրես եկել եմ, արի տանեմ։ Ուր տանես, ասում ա ալեվորը, ես գալու ժամանակ ունեմ, որ գամ։ Հրեն մեր տանը անտերուսոված իմ պառավն ու թոռները սպասում են, որ ես ցախը ծախեմ, հաց տանեմ տուն, համ էլ մի քիչ կրակ անեմ, տաքանան։ Հորդ ողորմի մահ ախպեր, մի օգնի ինձ, էս ցախի կապոցը շալակիս տիր, հենց դրա համար էի քեզ կանչում։ Հա, դե որ էտենց ա, հմի քեզ չեմ տանի, գնա քո բանին, ամա մեկ էլ որ ձեն ես տվել, կգամ հոգիդ կառնեմ։ Մարտիրոս բիձու ուզածը։